Անահիտ ողջույն։ Ողջույն, Զայդա։ Այսօր մենք ունենալու ենք շատ անկեղծ ուղղված զրույց։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ ես։ Ես էլ եմ շատ ուրախ հրավերի համար։ Սկզբից ինչպես ստացվեց, որ դու ֆոտոնկարչից դարձար բլոգեր։ Իրականում այս բլոգերությունը շատ վաղուցվա կյանք ունի, դեռ շատ փոքր էի, միշտ երազում էի, որ պետքա ինչ-որ հայտնիություն ունենամ, չգիտեմ, միշտ մտածում էի պետքա երգչուհի դառնամ կամ դերասանուհի դառնամ, ինչ-որ sense մի բան։ Մտածում էի, որ պետքա մարդիկ ինձ ճանաչեն։ Ու հետո, երբ որ Instagram-յան այս բլոգերությունը սկսվեց, ինձ շատ էր դուր գալի, որ նայում էի ինչ-որ մեկ իր կյանքը ցույց էր տալիս։ Շեթի, որ ես է պետքա փորձեմ, իմ կյանքը ցույց տամ, բայց ընթացքում ոնց որ sense ստոպեր էր լինում, ասում էի, լավ, ումա հետաքրքիր է ամեն ինչ։ Եկավ մի ժամանակ, որ լրիվ դադար տվեցի, բայց ինչ որ ժամանակ անցավ ու ասեցի, չէ, պետքա նորից սկսեմ ու այս անգամ առանց դադարի ու տենց սկսեցի ու հունի մեջ ընկա ու գնացի ու հասկացա, որ լիքը մարդկանց իմ սթորիներով, իմ ռիլերով ինչ որ օգուտ եմ տալիս, ինչ որ ձևով կարողանում եմ օգնել։ Ու այդպես հասկացա, որ ասելիք ունեմ մարդկանց ու սկսեցի աշխատել այդ ուղղությամբ։ Դու կիսվում ես քո Instagram-յան էջում, որ երեխաների հետ կապված ունեցել ես բարդ շրջան։ Ինչ ապրեցիր այն պահին, երբ իմացար իրանց մասին։ Մարմինս շակավեց։ Շատ դժվար էր այդ շրջանը։ Ես անընդհատ սպասում ու անընդհատ ինչ որ խոչընդոտներ ու դու հասկանում ես, որ կարող է այդ ուսումը չարդարացվի, բայց ամենակարևորը լավատեսությունն է, իմ մոտ այդ այնքան շատ է, երևի դա ինձ օգնեց, որ ես հասնեմ դրան։ Ու երբ որ սենց արդեն ես վստահ էի, որ իրանք լինելու են, վсё։ Ու չգիտես ինչի միշտ մտածել եմ փոքր ժամանակվանից, դեռ միշտ մտածել եմ, որ ես ունենալու եմ զույգ երեխա։ Միշտ այդ իմ մոտ նստած էր։ Ու երբ որ իմացա, որ հղի եմ, էմոցիաներս լրիվ խառնվել էր։ Այդ այնքան սպասելի էր, բայց այն որ համել չէի հավատում։ Ասում էի, ես իսկական կարող է սխալ է, ինչ որ մանավանդ որ զգացողությունները չես ունենում, ինչ որ սիմպտոմներ ես չեմ ունեցել էլի։ Ու շատ հուզիչ էր այդ պահը։ Ամուսնուս առաջի հենց այդ շրջանը չեմ ասել, փետրվարի 14-ին եմ ասել, հենց այդ օրն էլ իմացել եմ, ասել եմ բոլորին, հետո նոր հանձնել եմ անալիզը, որ սխալ եմ արել, ասում էի, բա որ գնամ անալիզ հանձնեմ ու հանգարց պարզվի, որ սխալ է այս թեստը ցույց տվել։ Բայց իրականում, չգիտեմ, ներքին զգացողություն կար, որ դա 100% անցավ վերջ։ Ես հավատում էի դրան ու վստահ էի։ Հենց մինչև անալիզը հանձնել եմ, թիվը տեսել եմ, ասել եմ, իրանք զույգ է լինելու ու զույգ է եղան։ Սկզբից չես իմացել, չէ՞, բայց որ զույգ են։ Չէ, անալիզը երբ որ տեսա, այնտեղ թիվ կա ԽԳ-ի, երբ որ ինքը բարձր է շատ լինում, այդ ժամանակ զույգ են էլի լինում, այդ ժամանակա զույգ լինում։ Ու երբ որ թիվը տեսա, անընդհատ sense ChatGPT-ին հարցեր էի տալի։ Այս թվով կարող է լինի որ զույգ է, այդ թվով տարբեր կողմերից հարցեր տալիս էի, ինքը ասում էր, «Յո, հավանական է, որ կարող է զույգ լինի», բան։ Ու համ հավատում էի, համ չէի հավատում, բայց ներքուստ ինչ որ զգացողություն կար, որ իրանք զույգ են։ Արդեն 2 երեխաների մայրիկ ես, ու ինչքանով է քեզ հեշտ համատեղել եւ բլոգը եւ մայրությունը։ Ինչն է քեզ ամենաբարդը տրվում այս շրջանում։ Իրականում շատ բարդ է, կողքից միգուցե շատ հեշտ թվա, բայց բարդ է։ Ուզում ես երեխաների հետ վիդեո նկարես, մեկը քնած է, մեկը արթնան, նույնիսկ այսպեսի կարծրատիպ էր ստեղծվել, որ միշտ Լեայի հետ էս վիդեոներ անում, ինչի Էմիլին չկա։ Ասում եմ, Էմիլին մի կարողա շատ չես սիրում, ասում եմ, չէ, Էմիլին պրոստը միշտ քնած է։ Դրա իր հետ միշտ չի ստացվում, իրականում շատ անհարմար է իրանց հետ վիդեոներ անելը։ Մեկը լացում է, մեկը խաղում է, մյուսի հետ կարողանում ես, մյուսի հետ չես կարողանում, ամեն դեպքում երկուսն են։ Մտածում եմ, որ եթե մեկը լիներ, կարող է մի քիչ ավելի հարմար լիներ, ավելի հեշտ լիներ, բայց շատ բարդ է, ասենք պահի տակ ուզում ես ինչ-որ բան նկարես, մեկը երեխեք հարթնանում են ու ստիպված վիդեոդ մնում է, պետքա մոնտաժես գիշերվա 1000-ին ես նստում դու մոնտաժը տանում, նաս լիներ, որ քեզ չխանգարեն ու դու կարողանաս բարդ է, բլոգն ու երեխաները իրար հետ համատեղելը շատ բարդ է։ Շատ մայրիկներ երեխաներ ունենալուց հետո կորցնում են իրենց եսը ու խրվում են, այդպես ասած, առօրյա գործերի մեջ։ Բայց դու փորձում ես ավելի ակտիվ լինել, ավելի շատ քեզ ցույց տալ համացանցում, ոնց ես կարողանում դա քո մեջ հաղթահարել։ Ինձ այդ հարցում մամաս է շատ օգնում, որովհետև օրը լինում է, որ ես տունն եմ ամբողջ օրը լինում, մամաս գալիս ասում է գնա դուրս, որ հանգստանաս մի քիչ, ես երեխեքից կտրվես։ Եթե ինձ կողքից շոքնեին, կարծում եմ ես էլ նույն ձև կարող եմ իմ մեջ փակվեի, մնայի տանը, չգիտեմ, անընդհատ sense այդ կենցաղ, իրականում բարդ է շատ։ Ես հասկանում եմ այն մամաներին, ովքեր որ ունենում են այդ ստրեսը, 4 պատի մեջ անընդհատ երեխաների հետ, մենակ այդ առօրյան է քո մոտ, ամեն օր արթնանում ես, նույն բանը երեխաներին կերակրի, հագցու
կապցրու, պահի, խաղա, քնացրու, անընդհատ նույն բանը, այդ բարթա, թե ամուսինը սա օգնում, երեկոյան գալիս է, իր հերթն է, всё, ինքը վերցնում է երեխեքին, պահում է, ես իմ գործերը, ինձանով զբաղվել եմ, բան։ Այդ առումով բախտս բերել է, մամաս ու ամուսինս ահավոր օգնում են ինձ։ Այդ ամենալավ բանը, որ քեզ օջակցում է։ Երեխաների հետ քո ամենասիրելի պահը որն է ամբողջ օրվա մեջ։ Երբ որ իրանք քնում են։ Որ ես կարող եմ մի բաժակ գոնե սուրճ խմել։ Չէ, իրականում իրանց հետ շատ եմ սիրում խաղալ, իրանք գորգուն են, գետնին տենց տեղավորում ենք այդ գորգում, միասին խաղում ենք։ Այդ պահը շատ հավես է, երբ որ չեն լացում, ու երկուսով միաժամանակ սկսում են իրանք իրար հետ են արդեն սկսել խոսել, իրար հետ արդեն խաղալ, ու այդ այնքան հավես է այդ պահը, երբ որ դու էլ միանում ես իրանց, sense մի հատ հավես ինչ որ էմոցիաներ է ստեղծվում։ Էին ծնվել, ասում էի, կդառնան իրանք մարդ вообще, շատ պուճուր էին իրանք։ Իսկ հասցնում ես այդ բանը դու սուրճ խմել, թե մեկ էր ասես լավ սպասի մի հատ այս բանը անեմ, հետո ու տենց էլ չի ստացվում։ Ես հասկացել եմ, որ տան գործը միշտ լինելու է, ու սուրճ խմելը երբեք ժամանակ չես անել։ Երբեք պետք չէ դա դիքել, դրա համար միշտ առաջինը սուրճ եմ խմում, հետո տան գործերը։ Սոցիալական հարթակներում մարդիկ տեսնում են հիմնականում գեղեցիկ կողմը։ Ինչ կա քո առօրյայում, որը չես ցույց տալիս, բայց կա քո կյանքում։ Ես հիմնականում աշխատում եմ թե դրականը, թե բացասականը ցույց տամ, դե իհարկե կա ընտանեկան խոհանոց ներքին, որ շատերը չեն տեսնի։ Իհարկե խոսակցություններ ընտանիքում, բան դրանք բնականաբար չեն տեսնի։ Դժվարություններ կան երեխաների հետ, որ օրինակ գիշերները բալիկներս չեն քնում, իրականում թա լինում այդ պահը, եւ որ արթնանում ես, դու ուզում ես ժամերով իրանց քնածես, քո քունը տանում ու չես կարողանում։ Դրանք չեն տեսնում մարդիկ։ Իրանք միշտ մարդկանց միշտ ցած սիրուն է թվում այդ պահը, բայց այդ դժվարությունները իրանց հետ, այդ պահը երևի մենակ։ Ինչպես ես հասցնում ամեն ինչ անել, մայր լինել եւ ակտիվ մնալ սոցհարթակներում։ Ում արդեն սովորել եմ։ Սկզբից շատ դժվար էր, սկզբի շրջանում շատ пассив եմ եղել, որովհետեւ չէի կարողանում հասցնել ընդհանրապես ոչ մի բան։ Չգիտեի երեխաների ստիրություն անել, ինձ ստիրություն անել, Instagram-ի ստիրություն անել, այսպես ասած, բայց հետո սկսեցի համատեղել իրար հետ։ Հոգնած ես լինում, շատ հոգնած, բայց պետքա դրա այդ մեկտեղ մնաս այդ մաման ու նաեւ ակտիվ սոցհարթակներում։ Ոնց ես դու քո մեջ կարողանում այդ հոգնածությունը հաղթահարել։ Երբ որ դու մամա ես, այդ հոգնածությունը անկախ քեզանից անհետանում է։ Դու չես էլ հասկանում ոնց ստացվեց, որ այդ հոգնածությունը գնաց։ Ժամանակ մտածում եմ, ես քնել շատ եմ սիրում։ Մանավանդ առավոտյան ժամին ես պետք է քնեմ։ Ու երբ որ ինձ քնի մեկը հանում էր, այն ժամանակ, երբ որ դեռ մամա չէի, վերջ պատերազմ էր։ Բոլորը գիտեին, որ ինձ պետքա ձեռ չտան, պետքա ինձ քնից չարտնասնեն։ Ու հիմա ես նայում եմ հետ, ասում եմ, լավ է ժամանակ, որ ինձ արտնասնում էին, ես պատերազմ էի անում։ Բայց հիմա երբ որ աղջիկները ժամը 6-7-ին արթնանում են, ես հետները կարող եմ հելնեմ, նստեմ, սկսեմ խաղալ։ Օր ալինում, որ թողում եմ իրանք իրանցով խաղում են, ես մի քիչ էլ եմ քնում։ Չգիտեմ, այդ հոգնածությունը անկախ քեզանից sense հետին պլանում է հայտնվում։ Դու ինչքան էլ հոգնած լինես, մեկը դու անում ես այդ ամեն ինչը։ Ու ես անկեղծ չեմ կարող պատասխանել, այդ ոնց է ստացվում։ Չգիտեմ, այդ ինչ որ վերևից տված ուժ է, որ ոչ մեկ չգիտեմ, ինձ թվում է բոլոր մամաները այդ ունեն։ Ինչքանով է քեզ աջակցում քո ամուսինը։ Ոյ, իմ ամուսինը կարելի ասել 90%-ով ինքն է։ Մենք երկուսով համատեղ ենք երեխեքի հետ զբաղվում, որովհետև ինքն էլ է տեսնում ինչքան դժվար է։ Ինքը հենց ասում եմ գործից եկավ, ինքը փոխվում է, լվացվում է ու անցնում է երեխեքի հետ զբաղվելու։ Ինքը կարող է պահի ես մի քիչ հանգստանամ։ Գիշերները ամբողջ գիշեր հետս հավասար պահում է երեխեքին, եթե երեխեքը անհանգիստ են լինում, եթե չեն քնում, ինքը հետս հավասար նստում է, քնացնում է, գիշերը գալիս է, ինքը էլի նստում է, օրորում է երեխեքին, ինչ պետք է, ինքը այն որ անում է, իդեալական պապա է ինքը, ես չգիտեմ, հենց պապա երևի թե չեմ տեսել իմ կյանքում, որ այդքան գլուխ անի, պամպերս փոխելուց բռնացրած, միջև իրանց կաշա կերակրելը, չգիտեմ, ամենասկզբում երբ որ բալիկներս ծնվել էին, ինքը եկավ հիվանդանոց, եկավ երեխեքին տեսավ ու սենց ուզում է սիրի, բայց ասում է ես վախենում եմ ախր գրկեմ իրանց։ Մամաս սենց վերցրեց երկուսին, տվեց իր գիրկը սենց վերցրու մի վախեցի ու երևի այդ օրվանից ինքը սենց իր մեջ սենց կերպարանա փոխվեց, բայց ես որ չէի ճանաչում իրան, ասում լուրջ ես դու ես չէի պատկերացնում որ դու սենց պապա կարաս լինես։ Վերջում մենք գնացել էինք հանգստանալու ու ես մտածում եմ, ասում եմ երկու երեխու հետ ոնց եմ անելու, ինձ ահավոր դժվար է լինելու կաթ սարքելուց բռնացրած, իրանց բասեյնի մեջ լողացնելուց, սենյակ համար տանելուց հետո լողացնելը,
ամեն ինչ կարամ հանգիստ թողեմ իր մոտ ու ես կարամ դուրս գամ իմ գործերով ու գիտեմ վստահ եմ, որ ինքը իդեալական գլուխ կհանի։ Միջ երեխաները մենք ամուսիններով ունենում ենք շատ մեծ ազատ ժամանակ, որը սովորենք, որ պետքա միասին անցկացնենք, ֆիլմ նայենք եւ այլն, ու երբ որ երեխաները ծնվում են, ակամայից այդ ժամանակից քեզ անգամ մի փոքրիկ հատված չի մնում։ Ոնց ես կարողանում ընտանեկան այդ փոքրիկ ժամանակը պահել, որ դուք էլ իրար հետ ժամանակ անցկացնեք։ Սկզբում շատ դժվար էր, ես չէի հարմարվում դրա հետ ու ոնց որ դու միշտ ժամանակ ունենում ես, երկար ժամանակ է լինում քո համար, միշտ միասին տեղ ենք դուրս գալի բան ու հետո ոնց որ ձեռքի հետ կապվի։ Դու չես կարող դուրս գաս բան։ Հետո որոշեցի, որ պետքա հաղթահարեմ այդ շրջանը ու եթե օրինակ ուզում էի դուրս գա իր հետ ինչ-որ տեղ, երեխաներին մեր հետ վերցնում ենք։ Ուղղակի գնում ենք, ասենք, խանութներով, երեխաները մեր հետ։ Կամ օրինակ եթե տանը որոշել ենք, որ պետքա ֆիլմ դիտենք, երկուսով պայքարում ենք, երկուսին գնացնում ենք, ու մենք երկուսով նստում ենք, ֆիլմ ենք դիտում, իրանք տենց մնում են այդտեղ կամ տանում ենք իրանց սենյակ, սենց հարմարացնում ենք, փորձում ենք հարմարեցնել։ Այն մայրության մեջ կա մի բան, որը որ դու չէիր պատկերացնում, որ այդպես է լինելու, կամ խանգարում է քեզ մայր լինել։ Չէի պատկերացնում, թե ինչքան մեծ է այդ սերը իրականում, բացարձակ, որ ասում են մայրական խանձ, մայրական սեր, բացարձակ չեմ պատկերացրել։ Ես միշտ ասում էի, հա ինչ խնդիր կա, ասում էի, երեխեքին պահող լինի, կտամ կպահեն, էս կանեն, այն կանեն։ Ժամանակ եկավ, որ ես հասկացա, որ չէ, ամեն մարդու չեմ վստահի իմ երեխաներին։ Ժամանակ եկավ, որ ես հասկացա, որ մամայությունը այդ անքուն գիշերներն է։ Ես միշտ մտածում էի, ասում էի, ինչ ա եղել, երկու երեխան էլի կաթիկը կտամ, կուտեն, կփոխվացնեմ, կքնասնեմ, վсё, ես ազատ ժամանակ կունենամ։ Երբ որ դարձա մամա, ես հասկացա, որ այդքան էլ տենց չի, թե մամա լինելը շատ բարդ է ու դրա մեջով անցնելու համար պետքա շատ պատրաստ լինես, պետքա քեզ պատրաստես։ Դրա համար հիմա շատ մամաներ, շատ աղջիկներ, երբ որ նոր են մամա դառնում, իրանք ունենում են հետծննդաբերական այդ դեպրեսիան, որը գալիս է նրանից, որ իրանք պատրաստ չեն իրականում։ Ես այդ համոզմունքին եկել եմ, երբ որ դարձա մամա։ Ես միշտ ասում եմ, ես պատրաստ եմ ու երբ որ բալիկներս ծնվեցին, ես հասկացա, որ շատերի մոտ այդ եղել է դրանից ու ես հասկացա, թե ես ինչքան պատրաստ եմ դրան եղել։ Հիմա լիովին մտել ես մամայի կերպար մեջ։ Լիովին։ Լրիվ։ Ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր վախենում են մայրանալ, մտածում են, որ վերջ իրանք կմոռանան իրենց երազանքները, այլևս չեն կարողանա առաջ գնալ դրանից հետո, ինչ կասես այդ աղջիկներին։ Եթե պատրաստ չեն, ուրեմն պետք չի դեռ։ Եթե վախենում են, ուրեմն պետք չի, իրենք պետքա հոգեպես պատրաստ լինեն, որովհետև երբ որ դու հոգեպես պատրաստ չես լինում մամայությանը, այդ հետո երբ որ դու դառնում ես մամա, շատ ստրեսային է քո համար լինում ու երեխաների վրա է դա ազդում։ Դրա համար պետքա լիարժեք պատրաստ լինել, պետքա, չգիտեմ, դա մի հատ այնց սեր է, այնց մի հատ ուրիշ աշխարհ է, որ դու սկսում ես դրանով ապրել, սկսում ես քո կյանքը համատեղել իրանց առօրյայի հետ ու քո անձնականը արդեն քո փոքրիկ այդ հատվածը, պատուհանը, որ դու մենակդ պետքա ունենաս։ Ժամանակ է լինում, օրինակ ես ունենում եմ այդ դրա կարիք, ուզում եմ սենց այն որ լրիվ մենակ մնամ, մի հատ ուղեղս հանգստանա, այդ պահը դու պետքա համատեղել։ Ու երբ որ դու ունենում ես ճիշտ ամուսին քո կողքը, այդ ժամանակը դու ունենում ես ու բացարձակ ստրեսներ չես ունենում։ Դրա համար խորհուրդ կտամ տենց աղջիկներին ընտրել իրանց կողակից ճիշտ նախ եւ առաջ։ Շատ կարևոր։ Այո, շատ կարևոր է դա։ Նոր հետո մտածել բալիկ ունենալու մասին, բայց ուզում եմ ասել, որ բալիկ ունենալը, բալիկ պահելը, մեծացնելը շատ բարդ բան է, դրան պետքա պատրաստ լինել։ Եթե պատրաստ չեք, մի ունեցեք։ Եվ այս փոքրիկ պահը ավարտենք այն բանով, որ ինչ սպասենք մենք քեզանից առաջիկա։ Ավելի շատ ակտիվություն համացանցում, թե դու կվերադառնաս էլի քո աշխատանքին, որը որ դու սիրով արել ես, ինչ սպասենք քեզանից։ Առաջիկայում նախատեսում եմ ավելի շատ ակտիվություն, որովհետև հիմա լսանս ավելի է մեծացել, մարդիկ ինձանից ավելի շատ հետաքրքիր բաներ են սպասում։ Իհարկե շատ ժամանակ չի ստացվում դա տալ, բայց ես փորձում եմ հնարավորինս ու պետք է աշխատեմ ու գնամ առաջ ավելի հետաքրքիր բաներ մարդիկ կտեսնեն։ Բացի դրանից, բնականաբար իմ ֆոտոն ես երբեք չեմ թողնելու, նույնիսկ հիմա ամուսինս ինձ գնել է ավելի լավ տեխնիկա, որ ավելի թույն կադրեր ստանանք, այսպես ասած, եւ երկու ուղղություններով էլ ավելի խորանալու եմ, ավելի զարգանալու եմ, ու մամայությունը դե իհարկե ինձ չի խանգարի։ Ես վստահ եմ, որովհետեւ ասացի էլի կողքից օգնողներ շատ ունեմ, դա էլ հետը համատեղելու եմ։
Շատ ուրախ ենք։ Հիմա անցնել ենք երկրորդ փուլին։ Ահա։ Սա անում եմ առաջին անգամ քեզ հետ։ Ահա։ Արդեն վախենալու է։ Մենք ունենալու ենք խաղ։ Ահա։ Կարմիր եւ կանաչ դրոշակներ։ Ահա։ Ես քեզ կտամ հարցեր, դու դրոշակների միջոցով մեզ կասես, դա քեզ համար կանաչ դրոշակ է թե կարմիր։ Ահա։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Նորմալ է քեզ համար, որ մայրիկը կարող է առօրյայի մեջ չհասցնել բոլոր գործերը։ Դա կանաչ չէ։ Տղամարդու աջակցությունը հարաբերություններում քեզ համար։ Շատ։ Կարող ես առանց հիասթափության աշխատել միայն քո համար, առանց ընտանիքին ակնկալիքներ տալու։ Կարծում եմ չէ։ Իսկ ունենում ես սպասելիքներ ընտանիքի կողմից։ Միշտ։ Նորմալ է, որ քեզ համար լինեն օրեր, երբ ամբողջ օրը կարող ես ոչինչ չանել ու հանգստանալ ուղղակի։ Միշտ։ Կարող ես երեխաներին թողել ինքնուրույն, որ իրենք իրենցով խաղան, հարմարեցնելով քո աշխատանքը։ Բնականաբար։ Քո համար կարևոր է, որ մարդիկ քեզ գնահատեն ոչ միայն այնպես, որպես մայր, այլ նաև որպես ստեղծագործ մարդ։ Իհարկե, շատ։ Նորմալ է քեզ համար, որ միշտ չէ, որ Instagram-ում կամ բլոգում ամեն ինչ իդեալական է։ Իհարկե։ Կարող ես բաց թողնել որևէ սոցիալական պարտականություն քո հոգեբանական հանգստի համար։ Անպայման, միանշանակ։ Կարող ես ընդունել, որ ամբողջ կյանքը միշտ չէ, որ վերահսկելի է եւ շատ բան ուղղակի լինում է պատահական։ Այո։ Շատ ընտիր։ Հիմա անցնենք վերջին խաղին, որից հետո դու պետք է զանգատարես։ Օհո։ Հիմա ես քեզ կտամ լույս հարցեր։ Դու պետք է ուղղակի շատ արագ պատասխանես։ Փորձեմ։ Մայրություն թե կարիերա։ Երկուսը մեկում չի լինում։ Չէ, եթե պետք է ընտրես մեկը։ Մայրություն։ Մայրություն։ Իդեալական նոր ընտանիքի հետ թե մենակ ստեղծագործելով։ Ընտանիքի հետ։ Ամենամեծը որպես մայր։ Բարիկներից հետ քիչ ժամանակ անցկացնելը։ Մի բան, որի համար քեզ մեղադրում ես։ Երբ որ բարիկներից վրա ջղայնանում եմ։ Մի բան, որի համար հպարտանում ես քեզանով։ Որ այդ երկուսին մենակով պահում եմ, այդ ժամանակ հպարտանում եմ։ Չի քեզ ամենաշատը ջղայնացնում մարդկանց մեջ։ Երբ որ քեզ չեն գնահատում, դու նվիրում ես անշահախնդիր, անմնացորդ, բայց մարդիկ դա չեն գնահատում։ Վերջի անգամ երբես լաց եղել եւ ինչի համար։ Ես շատ լաց կանեմ ու կարամ ասեմ, որ դաժե կարող է երեք եմ լաց եղել այդ։ Մի բան, որ երբեք չէր ցույց տա Instagram-ում։ Երևի թե մեր ընտանեկան ներքին խոսակցությունները։ Եթե հիմա ամեն ինչից փախչես, ուր կգնաս։ Անմարդաբրյա կղզի ինչ որ է։ Հույսն եմ խաղերը հավալեցի։ Շատ։ Այսքանն էր, հիմա դու պետք է զանգատես։ Պետք է զանգես քեզ ամենամտերիմ, ամենահարազատ մարդուն ու առանց ինչ որ բան ասելու ասես, որ դու իրեն շատ ես սիրում։ Կարանք փորձենք մամայիս։ Ոնց կցանկանաս։ Ալո։ Մամ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ էիր։ Մենք քեզ մաղթում ենք ամենալավն ու բարին եւ թող որ միշտ այսպես շփվես։ Ես էլ եմ շատ ուրախ, որ այսօր գտնվեցի այստեղ, մասնակցեցի այս հետաքրքիր հարցազրույցին։ Իրականում շատ հաճելի էր ինձ համար, քեզ ճանաչելը, քո մարդ բացահայտում էր ինձ համար ու ցանկանում եմ, որ քո այս նոր սկսած աշխատանքը թող երկարատև լինի ու ավելի հետաքրքրանա, ավելի արդյունքների հասնի։ Շնորհակալ եմ շատ։